ԵԱՀԿ Միսկի խմբի փոխարեն 3+3, ինչու է Ալիևը սարսափում ԵԱՀԿ ձևաչափից եւ Էրդողանի հետ խոսքը մեկ արած 3+3 միջնորդական հարթակն առաջ մղում։ Բաքուն չի մարզում մեծ հայրենականում հայերի սխրանքները, Արցախում կռիվ է տալիս քարերի հետ, տապալում հայրենականի հուշակոթողները։ Ցեմենտի ներկրման մաքսատուրքը 4 անգամ ավելացել է, ինչու կրճատեցին, եթե հիմա պիտի ավելացնեն, ընդդիմությունը հարցին համակարգային լուծում է պահանջում։ Իշխող ուժը հանրային ճնշման տակ զիջումների կգնա, կփոփոխվի փողով զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը։ Արտառոց դեպք Երևանում բուժառուն կացին է նետել շտապ օգնության հասած բժշկի վրա։ Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ, ինչից են բողոքում, ինչ պահանջում բեռնատարների վարորդները։ Երևանի քաղաքապետարանը կրկին հակակոռուպցիոնի խոշորացույցում, նոր ձերբակալություններ կաշառքի գործով։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Թուրքիան լրջորեն մտադրված է տարածաշրջանում գլխավոր դերակատարի իրավունքները ստանձնել, ինչը Բաքուն ծափողջույնով է ընդունում։ Ալիևն ու Էրդողանը ձեռք-ձեռքի բռնած խոսքները մեկ արած պնդում են, պետք է հրաժարվել ԵԱՀԿ Միսկի խմբի ձևաչափից։ Ալիևը պայման է դրել Երևանի առջև խաղաղության օրակարգը չի ստորագրվի, եթե Միսկի խումբը չլուծարվի։ Պնդում է, կողմերին միջնորդներ պետք չեն, բայց մեծ եղբոր հետ առաջ են մղում 3+3 միջնորդական ձևաչափը։ Ինչու է Ալիևը այդքան սարսափում ԵԱՀԿ Միսկի խմբից եւ Հայաստանի համար ինչ բացասական հետևանքներ կունենա խմբի լուծարումը, որի պատրաստակամությունը Երևանը բազմիցս հաստատել է։ Ժամի անդրադարձը։ Ալիևի դառը հիշողություններում շարունակում է խորը սպիացած մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարբեր բանակցային գործընթացներում ԵԱՀԿ Միսկի խմբի անդամների միջնորդությամբ կոնֆլիկտային իրավիճակը հարթելու հայտարարություններն ու առաջարկները։ Ալիևը նեղացած երեխայի պես տարբեր առիթներով բողոքում էր, դժգոհում, որ օրինակ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նա միշտ է դժգոհել ԵԱՀԿ Միսկի խմբի ձևաչափից, աշխատանքից։ Political means there is no need for Minsk group any longer. Վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Միսկի խումբը։ Այդ կառույցը լիովին ձախողվել է հայ-ադրբեջանական անցյալի հակամարտության կարգավորման գործում։ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս հարցում։ Ալիևը հիմա ուզում է ասի, որ խնդիրը այլևս լուծված է, կոնֆլիկտ չկա, դրա համար լուծարեք։ Որտեղ եթե դուք դա պահպանելու եք, ապա միշտ այդ ինստիտուտը կարաշուր գա եւ ասի այս խնդիրը կա, եւ մենք պետք է շուտ հարցեր քննարկենք։ Փորձում է դրանով իր վերջակետը դնի, որ այլևս ասի այս կոնֆլիկտը չկա։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով հայտարարեն, թե պատրաստ են եւ կողմ են այդ ձևաչափի լուծարմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը համընթաց, քաղաքագիտական համայնքն ու ԵԱՀԿ Միսկի խմբի գործունեությանը քաջածանոթները կփաստեն։ Այդ ձևաչափը ամենակարևորներից է, որի անդամ երկրների ղեկավարները բանակցային տարբեր գործընթացներում լրջագույն քննարկումներ են ունեցել կոնֆլիկտային խնդիրներին լուծում տալու հարցում։ Իրար հետ մտցելով, բայց միասնական որոշումներ էին ընդունում մի թեմայի մասին։ Նա այս իմաստով եթե նայեք, նույնիսկ իրանք չեն խոսում լուծարման մասին։ Բողոքում են, որ չի հասկացում, որտեղ հարաբերությունները վատ են եւ այլն եւ այլն։ Բայց այդ միասին չեն լուծարում, որովհետեւ դեռ իրանք շահերի մեջ կա այս տարածաշրջանում ունենալ ազդեցության լծակ։ Այդ ինստիտուտը չի կարելի վերացնել։ Այդ ինստիտուտի համար պետք է կռիվ տալ բայ, որտեղ գալիք սերունդները պետք է ունենան այդ հնարավորությունը։ Որքան էլ Ալիևը բարձրագոչ հայտարարություններ անի, որ պետք է լուծարվի ԵԱՀԿ Միսկի խումբը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ում բոլոր որոշումները հաստատվում են կոնսենսուսով։ ԵԱՀԿ ցանկացած անդամ պետություն կարող է հայտարարել, որ ինքը համաձայն չէ այդ լուծարմանը։ Վաղը կարող է Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նրանց ուզում ենք լուծարենք, որևէ մի երկիր ասի չէ, ես համաձայն չեմ, որ այս խնդիրը չի լուծվել, ոնց է, ինչ մասն է։ Արցախի հարցը իրավունք ունի վերադարձ։ Արցախի հայությունը իրավունք ունի իր պատմական հուշարձանների համար։ Ցանկացած անդամ կարող է խնդիրը բարձրացնել, գաղտնիքի ժամանակ խոսալ, նման անել։ Որքան էլ Միսկի խումբը այս պահին ներգրաված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում որպես ակտիվ միջնորդ, այդուամենայնիվ այսօր էլ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համար այն դեռ լծակ է տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար։ Ալիևը շատ լավ է հասկանում, որ սա պարզապես թեմա է Հայաստանի վրա ճնշում օգտագործելու։ Օգտագործում է եւ ճնշումները հերթական պարտության նման։
2021-ին Ալիևն ու Էրդողանը Շուշիում հռչակագիր ստորագրեցին, ինչը երկու երկրների հարաբերությունները դաշնակցային մակարդակի հասցնելուն էր ուղղված։ Քաղաքագետի ձևակերպմամբ այդ հռչակագրի ստորագրումից հետո ինչ ձևաչափ էլ առաջարկեն Ադրբեջանն ու Թուրքիան, եղբայրական այդ երկրների համար այն տարածաշրջանային առևտրի ֆորմատ է դառնալու։ Այդ հարթակում ըստ քաղաքագետի ամեն ինչ քննարկվելու է բացի Արցախի հարցից։ Հենց այդ հարթակներից է 3+3 ձևաչափը, որտեղ ըստ մասնագետի Արցախյան կոնֆլիկտի թեմա ընդհանրապես չի կարող լինել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքուն այսօր կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանների մասին։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը ասել է, շատ կարևոր պահ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ավելացրել, որ ստորագրման համար կա երկու պայման։ Ըստ նրա, ցանկացած խաղաղ ուղերձ արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ քայլերը գործնականում իրականացվեն և երբ երկու կողմերի կոնկրետ պահանջներն ու սպասումները բավարարվեն, ասել է Ռաֆիևը։ Հիշեցնեմ, որ պայմանները վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի սահմանադրության փոփոխմանը։ Խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններն ու քննարկումները շարունակվում են և շարունակվելու են, մոտ ապագայում ավելի ռեալ ինֆորմացիա կլինի, այսօր հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ի պատասխան ստորագրման տեղի և ժամի հետ կապված լրագրողների հարցին։ Նա նաև ասել է, որ խաղաղության պայմանագրից հետո հայերը կկարողանան ապրել Բաքվում, իսկ ադրբեջանցիները Հայաստանում։ Սիմոնյանի խոսքով պայմանագրի կնքումից 5 րոպե հետո երկու երկրների բնակիչները կսկսեն առևտուրն ու շփումը և հասարակություններին պետք է նախապատրաստել դրան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Միանշանակ, երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ալեն Սիմոնյանը արձագանքել է նաև լրագրողների հարցին, որ վերաբերում է Ալիևի Արևմտյան Ադրբեջան խոսույթին, արդյոք իրական սպառնալիքներ չկան։ Արևմտյան Ադրբեջան երբեք գոյություն չի ունեցել եւ չի կարող ունենալ, բայց Ադրբեջանի արձագանքները պայմանավորված են իրենց ընկալումներով։ Ալիևի հայտարարությունները հայելային պատասխան են արցախցիների քայլերին, օրինակ խորհրդարանի նախագահ ընտրելուն, ասել է Սիմոնյանը։ Հայաստանի տարածքային պահանջբանանում չէ, երբ որ օրինակ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ-որ նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրանի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք, տեսակ ինչ ասել։ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը, Արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բայց ինքը հայելային պատասխանում է։ Ալիևի վարչակարգը շարունակում է մշակութային եղերնը Արցախի տարածքում Բաքվի կեղտոտ ձեռքերը հասել են հայրենական պատերազմի զոհերի հուշակոթողներին, մեկը մյուսի հետևից դրանք տապալվում և ոչնչացվում են։ Մեծ հայրենականում հայերի սխրագործությունները կանգնած են Բաքվի կոկորդին, դրա համար քարերի հետ են կռիվ տալիս, փորձում մոռացության մատնել հայ հերոսներին, մանավանդ որ գլուխ գովել կարող են միայն հայրենականում դավաճանների քանակով։ Ալիևը երբ հրաման տվեց քանդել ու ավերել հայրենականին նվիրված բոլոր հուշակոթողները Արցախում, երևի նորից հիշեց, ադրբեջանցիները այդ պատերազմում դավաճանների թվով առաջինն էին, ավելին էին, քան Կովկասի մյուս բոլոր ժողովուրդների դավաճանները միասին հաշված։ Ալիև Հեյդարիչը չի մոռացել անշուշտ, որ իր պապերից եւ ոչ մեկը այդպես էլ չդարձավ, ոչ մարշալ, ոչ ծովակալ, ոչ էլ փոխծովակալ։ Միևնույն ժամանակ նրա համար այդքան ատելի հայերը պատմության մեծ հաղթանակին 4 մարշալ, 1 ծովակալ եւ 9 փոխծովակալ տվեցին։ Եթե ատելությունը հայերի նկատմամբ նրա գենետիկ կոդում է արյան մեջ, ապա այդ ինչ վրեժ է վերացնել մի հակամարտության հաղթական հուշակոթողները, որին նաև իր ժողովուրդն է մասնակցել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մարտական պատրաստության գլխավոր վարչության նախկին պետ գեներալ գնդապետը կարծես տալիս է այս հարցի փաստական պատասխանը գրելով, թե 1941-ից 45 թվականներին Ադրբեջանը ֆրոնտ է ուղարկել 300,000 էթնիկ ադրբեջանցի, 2 անգամ քիչ, քան հայերն են եղել։ Ի դեպ, նրանցից 160,000-ը
իրականացել են գերմանացիների կողմը ու տարբեր գնահատականներով 70,000-ից մինչև 120,000-ը ընդգրկվել են նացիստական զորքերի շարքերում եւ կատարել ամենանենգ աշխատանքը հաշվեհարդար խաղաղ բնակչության հետ օկուպացված շրջաններում։ Ռուս բարձրաստիճան զինվորականի պնդմամբ ադրբեջանական նացիստական լեգիոններից մեկը առանձնացել է դաժան հաշվեհարդարով Կուբանում գտնվող ռուսական մի բնակավայրի բնակիչների նկատմամբ, որի համար պարգևատրվել է ամենաբարձր պարգևներով։ Թեման ուսումնասիրած պատմաբաններն էլ ասում են քննարկելու, խմբագրելու ոչինչ չկա։ Ադրբեջանցիները, որ հայրենականի տարիներին առավել հայտնի էին որպես Կովկասի թաթարներ, տխրահռչակ ուղի են անցել այդ պատերազմում։ Մի հատ գեներալ են ունեցել, եղած չեղած։ Մոսկվայում իրենց ադրբեջանցիների ներկայությամբ ես դա ելույթից նշել եմ հետեւյալը, որ այդ որ թվեր են իրենք նշում։ Իրականության մեջ իրենք ասում են Ադրբեջանից հերոսների թիվը, որի մեջ իհարկե ամենածանրակշիռ տեղը մենք հայերս ունենք 26 հոգի խորհրդային Ադրբեջանի տարածքից հերոսներ ենք ունեցել, մենակ երկուսը Չարդախլու գյուղից մարշալներ եւ 12 գեներալ։ Բազմամիլիոնանոց ամբողջ ադրբեջանական ժողովուրդը ավելի քիչ ԽՍՀՄ հերոս է տվել, քան փոքր 150,000-անոց հայաբնակ Լեռնային Ղարաբաղը։ Եվ հենց այդ պատճառով է, որ երբ Ադրբեջանի նախագահը մայիսի 9-ին ասում է, թե իբր Ադրբեջանը տվել է 116 ԽՍՀՄ հերոս, նա այստեղ ներառում է 48 ղարաբաղցի հայերի, ինչպես նաև ռուսների եւ այլ ազգությունների ներկայացուցիչների, ովքեր ապրել են արհեստականորեն ստեղծված ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետությունում, սակայն որևէ կապ չեն ունեցել ազգությամբ ադրբեջանցիների հետ։ Մոսկվայի Պակլոնայա գարա թանգարանում մարդը գնա նայի տեսնի նույնիսկ հայերին ադրբեջանցիների փոխարին էին տանում։ Նրանք նստած ասում են չայ խանաներում չայ էին խմում։ Ալիևի հայրը չի մասնակցել պատերազմին, իրան հնգնավոր ձևակերպել։ Ոչի բանը չեն մասնակցել։ Մի հատ գեներալ ցուցանմուշի համար չեն ունեցել։ Երբ որ պետք է լինում, ասեք Ղարաբաղի հայերը, որ այդքան փոքր տեղից այդքան հերոսը գեներալ են տվել, ասում են նաշի ադրբեջանցի, երբ որ պետք է լինում, ասում են հայերը հեչ են, գիտեմ։ Մի հատ գեներալ չի ադրբեջանցի։ Եվ ուրեմն այս ադրբեջանցիները հայրենականում խայտարակ տխուր քրոնիկոն ուսումնասիրելուց հետո, որ մի վանդալ ադրբեջանցու ձեռքը կդողա, քանդել ու ավերել հայերի արձաններն ու անունները, որ թողել են հայկական անջնջելի հետքը նացիզմի դեմ պայքարում։ Տիգրան Կուրղինյան, ժամը լրատվական։ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի առիթով ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարության նախագիծ է պատրաստել, որը չի ընդգրկվել ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։ Խորհրդարանական մեծամասնություն քաղաքացիական պայմանագիրը դեմ է քվեարկել։ Պատճառաբանել են, թե տեքստում համամարտկային համագործակցությունը անտեսված է, շեշտադրված է միայն Խորհրդային միության վրա, առանց խոսելու այն երկրների մասին, որոնք ոչ պակաս վճռորոշ դեր են ունեցել հաղթանակում։ Նշեմ, որ պատիվ ունեմի հայտարարության մեջ ասված է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը համատեղ ջանքերի եւ մեծ զոհողությունների շնորհիվ հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի եւ նրա դաշնակիցների նկատմամբ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ցեմենտի ներկրման մաքսատուրքը 4 անգամ ավելացել է։ Ինչու կրճատեցին, եթե հիմա պիտի ավելացնեն։ Ընդդիմությունը հարցին համակարգային լուծում է պահանջում։ Իշխող ուժը հարային ճշմարտ տակ զիջումների կգնա, կփոփոխվի փողով զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը։ Արտառոց դեպք Երևանում բուժառուն կացին է նետել շտապ օգնության հասած բժշկի վրա։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցը լարված ընթացք է ունեցել։ Թեմայի հետ կապված որոշակի տարաձայնությունները կողմերին հարթել այդպես էլ չի հաջողվել։ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական լուծման հասնել իրանցիների հետ, ինչը Նեթանյահուի կողմից միանշանակ չի ընդունվել։ Հիշեցնեմ, Իսրայելի վարչապետը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու կողմնակից է։ Թրամփի վարչակազմը քննարկում է եկող շաբաթվանից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության հարցը։ Ըստ Wall Street Journal-ի քննարկվող սահմանափակումների մեջ չեն մտնում Ռուսաստանի բանկային ոլորտի դեմ լրացուցիչ պատժամիջոցները։ Նշվում է, որ նոր պատժամիջոցների նպատակն է հարկադրել Ռուսաստանի նախագահ Պուտինին գնալ զիջումների, այդ թվում համաձայնվել 30-օրյա հրադադարին։ Կրեմլում Ռուսաստանի նախագահի եւ Թուրքիայի արտգործնախարարի հանդիպմանը քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղղված վերջին նախաձեռնությունները եւ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած խաղաղության բանակցություններից հետո տեղի ունեցած զարգացումները։ Հանդիպմանը Ֆիդանը հաստատել է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների նոր փուլն ընդունելու Թուրքիայի պատրաստակամությունը։
Թուրքիայի նախագահը վաղը կմեկնի Ադրբեջանն Ալիևի եւ Պակիստանի վարչապետի հետ մասնակցելու Լաչինի միջազգային օդանավակայանի բացմանը։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը արդեն Լաչինում է։ Օդանավակայանը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի։ Թուրքական Անադոլու գործակալությունը հիշեցնում է, որ Էրդողանը ավելի վաղ մասնակցել էր նաեւ Ֆիզուլիի եւ Զանգիլանի օդանավակայանների բացմանը։ Վերադառնանք Հայաստան, բանակը փորձադաշտ չէ, որտեղ կարելի այս կամ այն քմահաճույքը կամ ցանկությունը փորձարկել։ Խորհրդարանում հայտարարությունների ժամին ընդդիմադիր կարծիք է հնչել գումարով զինծառայության ժամկետը կրճատելու իշխանական նախագծի մասին։ Փողով ծառայության կրճատում սահմանելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից, պնդել են ընդդիմադիրները։ Ուրիշ էլ ինչ թեմաներով են կարծիքներ հնչել խորհրդարանական ամբիոնից, Տիգրանուհի Գուրղինյանի ռեպորտաժում։ Խորհրդարանական հայտարարությունների ժամի հնարավորությունից այս անգամ օգտվեց ընդամենը 5 падգամավոր։ Հովիկ Աղազարյանը խոսեց ավտոներկրողների շուկայում առկա խնդիրների մասին, ձևակերպեց, թե քննչական կոմիտեի ու ՊԵԿ նախկին նախագահները մեկնաբանել են օրենքը եւ իրենց հայեցողությամբ այն կիրառել, արդյունքում ըստ անկախ падգամավորի ոլորտը կործանվեց Հայաստանում, իսկ պետական բյուջեն ուղիղ մուտքերով չստացավ $400 միլիոն։ Այս օրինակը հիմք ընդունելով Աղազարյանը ասաց, վտանգ է սպառնում նաեւ խաղողագործության շուկային։ Հիմա մենք հետևողականներին ուզում ենք խաղողագործությունը եւ գույնակագործությունը ոչնչացնենք։ Այն ինչ որ տեղի ունի այսօր Վրաստանում, որ մեքենաները արդեն կան, մեքենաները որ 45 օրվա կանգնած են արդեն այդ վիճակում, եւ ես ամենակիչը մեկ գործարան գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի, չի կարողանում աշխատացնել, վճարել աշխատավարձներ եւ այլ, եւ սա շատ վտանգավոր իրողություն է։ Իշխանական падգամավոր Բագրատյանն էլ մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու իր տարբերակն է առաջարկում։ Մասնավորապես կարծում է, որ որոշ նախարարություններ կարելի է տանել մարզկենտրոններ։ Օրինակ է բերում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայք, ֆինանսների նախարարությունը Արագածոտն, պաշտպանության նախարարությունը Սյունիք։ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը Տավուշում կարող է տեղաբաշխել, առողջապահության նախարարությունը Լոռիում եւ դրանք կաշխուժացնի ողջ հանրապետության տնտեսական կյանքը։ Բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ակադեմիական քաղաք տեղափոխվել, առևտրի կենտրոնները քաղաքից դուրս անպայման տեղաբաշխել։ Պատիվ ունեմից Տիգրան Աբրամյանն էլ անդրադարձավ գումարով բանակից ազատվելուն վերաբերող նախագծին։ Գումարային փոխհատուցում սահմանելը ըստ ընդդիմադիր падգամավորի դուրս է ցանկացած տրամաբանական մոտեցումից։ Սոցիալական բևեռացումից մինչև արդարության կոպտագույն խախտումներ, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու առանց այդ էլ ներհասարական կյանքում տեղ գտած սևերի ու սպիտակների, ունևորների ու չունևորների բազմաթիվ հակադրությունները։ Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները կարևոր են եղել բանակի արդիականացման եւ մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից, ասում է падգամավորը, բայց կարծում է, որ բանակի հիմնարար խնդիրները բացառապես սոցիալական տեսանկյունից դիտարկելը փակուղի գնացող ճանապարհ է։ Բանակը փորձադաշտ չէ։ Տիգրանուհի Գուրղինյան, ժամը լրատվական։ Հարային ճնշման տակ իշխանական ուժը որոշել է զիջումների գնալ փողով զինծառայությունից ազատվելուն վերաբերող նախագիծը խորհրդարան մտնելուց առաջ հավանաբար կփոփոխվի, ասել է ազգային ժողովի նախագահը։ Իսկ խորհրդարանը այսօր զբաղված էր ցեմենտի խնդրով։ 4 անգամ ավելացրել են ցեմենտի ներկրման մաքսատուրքը։ Ընդդիմության կարծիքով մաքսատուրք ավելացնել պակասեցնել է խնդրի լուծում չէ, պահանջում են համակարգային լուծում, այնպիսին, որ չտուժեն տեղական արտադրողները։ Հանրության ակտիվ քննադատությունները կարծես թե արդյունավետ են դառնում։ Զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու օրինագծում հնարավոր է փոփոխություններ կատարվեն։ Հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար, եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ինչ փոփոխություններ էլ կատարվի օրինագծում, այնուամենայնիվ այն ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի սրտովը չէ։ Ինչպես կարելի է փողի դիմաց կոնֆլիկտային գոտում գտնվող երկրի զինված ուժերը կրճատել։ Հիմա իշխանությունը փորձում է ընդգծել նաեւ հասարակության մեջ ունևորների, չունևորների այդ հանգամանքը եւ ստացվում է, որ ունի հնարավորություն նա կարող է ֆինանսական ներարկման միջոցով պարզապես ազատվել ծառայությունից, ով որ ունի ցանկություն, բայց չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա դա դրա հնարավորությունը չունենալու։ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքի բարձրացմանը։ Այժմ ներմուծվող 100 տոննա ցեմենտի տուրքը 2000-ից կդառնա 8000 դրամ։ 2021-ին ներմուծվող մինչև 100 տոննա ցեմենտի համար սահմանվել էր 14000 դրամ տուրք։ 2022-ին այն իջեցվեց 2000 դրամի։ Այո, 2000 դրամ իջեցնել են, ժամանակել ենք, մենք քննադատել ենք
եւ կանխատեսել ենք այսօրը, որ սա բերելու է նաեւ այլ իրավիճակի, երբ որ տեղական արտադրողները սկսելու են արդեն ճնշվել դրսի ներմուծման ծավալներից, կլինկերից սկսած ավարտված հենց պատրաստի ցեմենտի ներմուծման ծավալներով, բայց այն ժամանակ չլսեցիք, հիմա ենք ասում ենք սա համակարգային լուծման անհրաժեշտություն ունի, ոչ թե մեխանիկական ամեն անգամ բերել տուրք փոխել։ Հայաստանում տեղական արտադրողը անհավասար մրցակցային պայմաններում է հայտնվել։ Իրանից բավականին ցածր գնով Հայաստան է ներմուծվում ցեմենտ։ Իրանում արտադրությունն ավելի էժան է պետական սուբսիդիաների եւ էներգակիրների ցածր գների պատճառով։ Ավելին, կառավարությունում վստահ են, որ եթե այս իրավիճակը շարունակվի, ցեմենտ արտադրող հայրենական ձեռնարկությունները կփակվեն։ Այս տուրքը մենք դնելով չենք ենթադրում ցեմենտի գնի ավելացում։ Մենք ենթադրում ենք, որ այն լրացուցիչ գեշաուտը, որը իրականանում է, առաջանում է ներմուծող ցեմենտից, պետք է ուղղակի այդ գեշաուտը փակվի եւ հնարավորինս արդար մրցակցային պայմաններ ստեղծվի արտադրողի եւ ներմուծողի մեջ։ Տեղական ցեմենտի ինքնարժեքը տոննայի համար այժմ կազմում է 42-ից 44,000 դրամ։ Իրանական ցեմենտինը 30-ից 31,000 դրամ։ Այն գրեթե 1.5 անգամ ավելի պակաս է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Տուն տեղ կորցրած արցախցիների բազում խնդիրներին կավելանա ևս մեկը հուլիսից 40 պլյուս 10 հազարական դրամները էլ չեն ստանա։ Արտոնություն կունենան միայն որոշ սոցիալական խմբեր։ Արցախցիները հույս ունեն, որ պետությունը կրկին կերկարաձգի դրամական աջակցության փաթեթը մինչև բնակարան ձեռք բերել է, որ 50,000-ներով գոնե վարձով ապրելու հնարավորություն ունենան։ Թեպետ կառավարությունը արցախցիների հայտնի սոցաջակցության 40 գումարած 10,000 դրամի հարցում հետ քայլ արեց ու ծրագրի ժամկետը հավելյալ 2 ամսով երկարացրեց, այնուամենայնիվ բռնատեղահանված մեր հայրենակիցներն ըստ նրանց իրավունքների պաշտպանության խորհրդի շարունակում են սոցիալապես ծանր վիճակում մնալ։ Խորհրդի անդամի հեռախոսը ժամի հետ զրույցի ընթացքում չէր հանդարտվում, հատկապես սննդի համար էին զանգում։ Մարդկանց համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ստիպված քաղաքացիները, արցախցիները լքելու են Հայաստանը, բայց մեր գեր նպատակը նա է, որ արցախցին մնա Հայաստանում։ Մինչև հետ քայլանելը հիշենք, գործադիրը որոշել էր սոցաջակցությունը թողնել միայն խոցելի խմբերի համար, սակայն երբ համաձայնեցին արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ, բռնատեղահանված ավելի քան 98,000 քույր ու եղբայրներին առաջնային կարիքի եւ կեցության 50,000-ականները մինչև հունիս փոխանցել, համարեցին, թե անցումային հնարավորություն են ստեղծում։ Առաջարկվել է 2 ամիս ժամկետով մինչև ընդհանուր սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ համապատասխան առաջարկներ ներկայացնելը եւ դրանք քննարկելը։ Քննարկումներն առայժմ պտուղ չեն տալիս։ Առանցքային պահանջն այնուամենայնիվ մինչև բնակարան ձեռք բերելը սոցաջակցության գումարը տրամադրելը մերժում են պատասխանատուները։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչն ասում է, արդեն սպասում են, որ նախարարության ծրագրերը գործարկվեն, անարդյունք մնան ու արդեն հենց այդ փաստերով խոսեն։ Մենք ասել ենք, պատրաստ ենք աշխատել 24 ժամ անընդմեջ 7 օր շարունակ, բայց իրենց կողմից մենք ասել ենք, եթե տեսնենք որևիցե միտեղ իրենք հապաղում են կամ ցանկություն չունենք, մենք վերադառնալու ենք հրապարակ եւ շարունակենք պայքարը։ Այս ընթացքում ի դեպ պաշտոնական թվերը վկայում են, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը, որոնք դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ավելացել է։ Դիմումատուների թիվն օրական արդեն գրեթե 50-ի է հասնում, մինչդեռ ամիսներ առաջ հազիվ 20-30 էր։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշել, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում։ Զախարովան ասել է, թե Ռուսաստանը 2023 թվականից ի վեր Արցախից տեղահանվածներին փոխանցել է 6 տոննա մարդասիրական օգնություն։ Հաջորդ թեմայի մասին արտառոց դեպք Երևանում կանչով օգնության հասած բժշկի վրա բուժառուն կացին է նետել։ 45-ամյա տղամարդուն ձերբակալել են, քրեական վարույթ է նախաձեռնել, նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։ Առողջապահության նախարարն է խիստ քննադատել միջադեպը, տեղեկացրել պետությունը գնում է բուժաշխատողների նկատմամբ բռնությունը քրեականացնելու ճանապարհով, նաև անհատական պաշտպանական միջոցներ կներդնեն։ Բժշկի կյանքը, ինչպես ասում են, մազից փրկվեց։ Շտապօգնության բրիգադի հերթական կանչն էր Արարատյան փողոցում։ 26-ամյա բժիշկը փորձել է օգնություն ցուցաբերել ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացուն, սակայն ամեն բան շեղվել է բժշկական սցենարից։ Քաղաքացին ինչ-որ արտահայտություններ անելով կացինը նետել է իրեն օգնության եկած 26-ամյա բժշկի ուղղությամբ։ Բժշկին բռնության ենթարկելը ըստ իրավապաշտպանների գալիս է մեր մշակույթից։ Ասում են, երբեմն իրենց ավելի ուժեղ են համարում բռնություն
գործադրելիս, ինչը ըստ մասնագետների խիստ արատավոր երևույթ է։ Շատ դեպքերում բժշկին բռնության ենթարկելը մի տեսակ ինքնահաստատվելու ձև է, մի տեսակ գլուխ գովալու ձև է, որովհետև ես ինքս ականատես եմ եղել մի այսպիսի զրույցի, որտեղ շատ մեծ հպարտությամբ մեկը նշում է, թե ինչ բռնության է ենթարկել բժշկի ու շրջապատում հայտնվեցին նաև մարդիկ, ովքեր դա այսպես գովաբանում էին եւ հերոսություն էին որպես ներկայացնում, այնինչ դա ավելի շատ հոգեբանական խնդիր է, դա մշակութային խնդիր է։ Սա օրինակ է, որ փրկելու նպատակով ճանապարհ ընկած բժիշկը կարող է ցանկացած պահի հայտնվել վտանգի առաջ։ Դեպքի առթիվ առողջապահության նախարարությունից ժամին փոխանցում են, որ նախարարը խիստ դատապարտում է տեղի ունեցածը։ Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի եւ բռնության ցանկացած փորձ եւ դրսեւորում։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով։ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում։ Նաեւ նախաձեռնելու ենք քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը։ Մինչև բուժաշխատողների նկատմամբ բռնությունը կքրեականացնեն, իրավապաշտպանները պնդում են, որ հասարակությունը եւս պետք է աչքաթող չանի այսպիսի երևույթները, պետք է անդադար քննադատեն ու դատապարտեն։ Կոնկրետ վերջի դեպքի հետ կապված նա ալկոհոլի տակ է եղել ու ամենայն հավանականությամբ չեն հասկացել նորմալ վիճակում չի եղել, այդտեղ բժիշկը չդար, չգիտեմ, մանկավարժը գար կամ կապաստագործել գար, գուցե նույն իրավիճակն է լինելու, հա, ինքը այդ վիճակում չի, բայց լայն իմաստով բժիշկները այդ մշակույթը մեր մոտ կա, հատկապես բժիշկների նկատմամբ բռնությունը մի տեսակ որպես գլուխ գովել, հա, ներկայացնելը։ Սա պիտի մենք մեր համար որոշենք, սա մեր համար նորմալ, adekvat մնացած մարդկանց համար սա ընդունելի է, թե չէ։ Այս միջադեպը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ շտապօգնության բժիշկները դուրս գալով կանչի երբեք չգիտեն, թե ինչ է սպասում իրենց ու ինչի առաջ կարող են կանգնել։ Նրանց անվտանգությունն ու պաշտպանվածությունը պետք է պետության ուղիղ հոգացության տակ լինի։ Վկան բժշկին կատնահարելու հենց այս փորձն է։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Թեև Հայաստանը 2010-ին վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, ստանձնել միջազգային պարտավորությունն ապահովել հավասար պայմաններ բոլորի համար, սակայն կրթության ոլորտի փորձագետները անհավասար պայմանների եւ խտրական վերաբերմունքի մասին են ահազանգում։ Ինչի մասին է խոսքը Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ Հանրապետության 2 դպրոցում աուտիզմի համախտանիշ ունեցող 2 աշակերտ չմասնակցեց վերջին զանգի արարողությանը։ Խոսքը Երևանի Արարատ Ղարիբյանի անվան համար 142 եւ Գորիսի Սերո Խանզադյանի անվան համար 6 դպրոցների մասին է։ Ծնողները, ծանոթները վրդովված ու հիասթափված հանրայնացրին խնդիրը Facebook-յան հրապարակմամբ։ Իմ որդին չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասակներ աշխարհ։ Այսօր իմ որդու Դավիթի ավարտական օրն էր, բայց նա չմասնակցեց։ Երեք Արինայի վերջին զանգն էր, ու նա չի մասնակցել իր վերջին զանգին, որովհետև դահլիճից հեռացրել են։ Գորիսի դպրոցը ի պատասխան 9-րդ դասարանի աշակերտ Դավիթի մայրիկի գրառման հրապարակեց տեսանյութ երեխայի մասնակցությամբ ու նկատեց. աշակերտները եւ դասղեկը հույսով սպասում էին, որ Դավիթը ծնողի ուղեկցությամբ շուտով կմիանա իրենց։ Դասղեկը եւ ուսուցչի օգնականը պատրաստել էին անակնկալ տեսահոլովակ Դավիթի դպրոցական առօրյայի մասին, որի համար նրանք մի քանի անգամ դիմել են ծնողին, որպեսզի Դավիթի ներկայությունը ապահովեն։ Սպասումը իզուր էր, քանզի ինչպես ծնողն էր նշել, Դավիթը ոչինչ չի հասկանա եւ որ ընտրությունը իրենցն էր, եւ նրանք ստիպված չեն եւս մի փորձություն անցնել, քանի որ Դավիթը չէր կարող այդ դժվարությունը հաջողել։ Իսկ ահա Արինայի դեպքում ամեն բան այլ էր, շախչնակին բեմ բարձրանալու հնարավորություն չի ընձեռվել, փոխարենը նրա համար վերջին զանգի արարողությունը կավագործության ուսուցչուհին է կազմակերպել երեխայի մտերիմների հետ։ Ոլորտի փորձագետն ասում է, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար չեն ստեղծել հատուկ պայմաններ, հատուկ մեթոդներով, մասնագետներով եւ այնպիսի միջավայրով, որտեղ երեխան կկարողանա իր առանձնահատկությունները դրսևորել։ Եվ սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու այն, որ դպրոցներն ու ուսուցիչները ձախողել են ներառական կրթությունը, վերապատրաստման խիստ կարիք ունեն։ Այդ երեխան 3 տարի սովորում են դպրոցում։ Իրենք արդեն գիտեն, պիտի իմանան, որ պահին ինքը ինչ կարող է անել։ Եվ ամբողջ դասարանի երեխաների հետ կարող էին պայմանավորվել, որ պահին սկսի Արինան ծիծաղել, բոլորը ծիծաղում ենք։ Ինչ կա դրա մեջ։ Պետք է հարմարվել երեխայի կրթական կարիքին։ Այդ բանը չի կայացել այդ դպրոցում։ Հիմա իրենք իհարկե շատ ներված են այս աղմուկից, բայց իրենք զրկել են երեխային իր
երազած վերջին զանգին մասնակցել։ Հոկեբան Խաչատրյանն էլ նկատում է ներառական կրթությունը մեր երկրում իրապես բարդ եւ խոցելի վիճակում է եւ ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ դրան։ Ինչքան էլ իրենք վերապատրաստվել են որոշակի գիտելիքներով զինվել են, այստեղ հոկեբանական պատրաստվածության հարց կա։ Այսինքն որքանով է ուսուցիչը հանդուրժող հենց նույն բղավոցի կամ երեխայի դասը խանգարելու գործընթացի նկատմամբ, որովհետեւ իրենք պատկերացնում են, որ եթե երեխաների խումբ է, պետք է բոլորը քար լռությամբ հետևեն իր հրահանգներին։ Մասնագետը նման դեպքերում կարևորում է նաև ծնողի իրավիճակի սթափ ընկալումը, հաշվի առնելով սեփական երեխայի առանձնահատկությունները։ Մենք չգիտենք արդյոք երեխան կկարողանար կանգնել բեմում, ուներ ցանկություն, ծնողի համար էլ է բավականին բարդ, հա, թե որ իր երեխան ավարտում է մյուս երեխաների հետ համընթաց եւ հանկարծ իր գեղեցիկ երազանքները, սպասումները, մայրական այդ զգացումները կարծես նրբորեն կոտրվում են։ Եվ այստեղ ի հայտ է գալիս ծնողի զայրույթը։ Մասնագետները հորդորում են, որպիսի ներառականություն բառը չմնա միայն դպրոցական ծրագրերում, այլ տեղափոխվի իրականություն, նախ եւ առաջ պետք է հասարակության ընկալումը փոխել ու համբերատար վերաբերմունք դրսևորել կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների նկատմամբ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ, ինչից են բողոքում, ինչ պահանջում բեռնատարների վարորդները։ Երևանի քաղաքապետարանը կրկին հակակոռուպցիոնի խոշորացույցում, նոր ձերբակալություններ կաշառքի գործով։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Վերանորոգման սերտիֆիկատներ նորակառուցում տուն գնաց մեր քաղաքացիների համար իդեալը 500,000 դրամի սերտիֆիկատներ է տրամադրում իր հաճախորդներին, որ մատչելի ու արագ ավարտեն նորոգումը եւ շուտով տեղափոխվեն նոր հարկի տակ։ Իդեալը շտապեցնում է, մեգա ակցիային մնացել են հաշված օրեր։ Իդեալ համակարգի հետ բնակարանի երազանքի վերանորոգմանը հասնելու աննախադեպ ակցիան մոտենում է ավարտին։ 2.5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով վերանորոգման սերտիֆիկատներն ընդամենը 5 օրից կվերջանան։ Մեր հազարավոր հաճախորդներ արդեն հասցրել են ամրագրել իրենց վերանորոգման սերտիֆիկատները, իսկ նրանց մի մասը արդեն իսկ հասցրել է կատարել գնումներ իդեալ համակարգի խանութ սրահներից։ Նշեմ, որ մնացել են հաշված թվով սերտիֆիկատներ, այնպես որ ովքեր դեռ չեն հասցրել, շտապեք ամրագրել ձեր հայտը idealsystem.am կայքում։ Սերտիֆիկատների հետ կապված ակտիվությունը բավականին մեծ է, հաճախորդների հոսքը նույնպես եւ անդադ զանգեր ենք լսում կապված ակցիայի հետ։ Քանի որ մենք կարողանում ենք ապրանքները պահել երկար մեզ մոտ, մինչեւ տարվա վերջ, հաճախորդները ավելի են շահագրգռվում ապրանքներ գնելու։ Քանի որ այս պայն դեռ նրանք վերանորոգումը չեն սկսել, դա մեծ հնարավորություն է, որպեսզի ապրանքը գնեն, պահեստավորեն, հետո նոր առաքվի։ Վերանորոգման սերտիֆիկատը ստանալու համար հիշենք անհրաժեշտ է լրացնել դիմում հայտ idealsystem.am կայքում։ Դիմում լրացնելիս անհրաժեշտ է կցել taxservice.am ներկայացված վերջին եռամսյակի եկամտահարկի վերադարձի դիմումը, ինչպես նաև տվյալ էջի լուսանկարը։ Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 1-ը, սակայն վերանորոգման սերտիֆիկատը հնարավոր է օգտագործել մինչև դեկտեմբերի 30-ը։ Վերանորոգման սերտիֆիկատի միջոցով հնարավոր է վճարել գնման մինչև 10%-ը։ Իդեպ եզակի առաջարկը լիովին համատեղելի է խանութ սրահներում գործող բոլոր մյուս ակցիաների եւ զեղչերի հետ, այն դարձնելով առավել շահավետ եւ գրավիչ։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Կաշառքի գործով կրկին ձերբակալություններ, հակակոռուպցիոնը գնացել է քաղաքապետարանի 2 նախկին աշխատակցի հետևից։ Այս եւ օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Ցավոք նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարած զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու աճ։ Արտահայտության փոխնախարարն է հայտարարել խորհրդարանում, հավելելով, որ քրեական քաղաքականության բերանայման եւ այդ արարքները կատարած անձանց նկատմամբ հաջողական ավելի խիստ քաղաքականության բարման անհրաժեշտություն կա։ Նախատեսում են սանկցիաներում 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մյուս հոդվածում տուգանքի պատժատեսակի չափը սահմանել 15-պատիկից 30-պատիկի չափ, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույն 2 տարի ժամկետը փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով։
Ռուսաստանի կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսվելու անհրաժեշտություն կա։ Ճեպազորույցի ընթացքում հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում։ Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել բեռնատարների վարորդները։ Նրանք դժգոհում են բեռնափոխադրող նոր միջնորդ ընկերություններից։ Վարորդների վստահեցմամբ միջնորդ կազմակերպությունների կողմից թե Վրաստանում, թե Հայաստանում հայերի բեռնափոխադրումն անտեսվում է։ Նախընտրում են, որ այլազգիների բեռնատարները բարձեն բեռը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում վարչապետի հետ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շուրջ 9.1 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Պարզվել է, որ Սևան քաղաքում գործող պարենային եւ ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց կանխիկ գումար է վերցրել եւ ՀԴՄ կտրոն չի տրամադրել։ Արդյունքում ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական բարույթ։ Կաշառք տալու, ստանալու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ, ձերբակալվել են մի շարք անձիկ, այդ թվում Երևանի քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սարյան փողոցում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել։ Մինչև քանդման աշխատանքների սկսելը տարածքը շահագործողը փորձել է ինքնավնասման փորձ իրականացնել, ինչը սակայն ոստիկանները կանխել են, այնուհետև քաղաքացում բերման են ենթարկել։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Եվ թողարկման ավարտին եղանակ այս գիշեր եւ վաղը կեսօրից հետո օթերևութաբանները Կարճատև, Անձրև եւ Ամբրոպ են կանխատեսում։ Իդեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստեր գերխանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Իսկ այժմ մայրաքաղաքում եւ մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 18-ից 22 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 25-ից 29, Լոռիում 14-ից 17, Տավուշում 19-ից 22 աստիճան ջերմություն։ Արարատում եւ Արմավիրում կլինի 28-ից 31, Սյունիքի հովիտներում 27-ից 30, իսկ Սյունիքի նախալեռներում 17-ից 21 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 14-ից 16 աստիճան ջերմություն, ցերեկը 27-ից 29, երեկոյան ժամերին 18-ից 20 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։